Բարև բոլորին, մենք սկսում ենք նոր Back to School շարք, որ շարքի առաջին վիդեոն դա նախապատրաստումն է դպրոցին։ Այս վիդեոյում ես առանձնացրել եմ մի քանի կարևոր կետեր, քայլեր, որոնք մենք պետք է անենք մինչև դպրոցը սկսելը։ Դրանք ուղղակի կհեշտացնեն մեր ապագա ուսումնական կյանքը։ Ու առաջին կետը դրա սկիզբնապանի վերանայումն է։ Եթե դուք չունեք հատուկ ֆորմա, դուք ուղղակի անելու բան չունեք, իսկ եթե ունեք հատուկ գունային սահմանափակումներ, խորհուրդ եմ տալիս տվյալ գույնին համապատասխան հագուստները առանձին տեղ դնել ու որպեսզի ավելի հեշտ լինի ընտրել ինչ հագնել։ Իսկ եթե ընդհանրապես չունեք սահմանափակումներ, ֆորմա, այդ դեպքում խորհուրդ եմ տալիս այն հագուստները, որոնք այդքան էլ դպրոցում հագնելու չեն, այլ շատ օրինակ տեղ գնալու, չգիտեմ, առօրյա կյանքում հագնելու, բայց ոչ դպրոցում, դրանք եւս առանձնացրեք, որտեղ ինչքան տարբերակների քիչ են, այդքան ընտրությունը ավելի հեշտ է կատարվում։ Եստապահարանի հետ կապված նաև խորհուրդ եմ տալիս նախապես ունենաք մի քանի ասենց ասած լուքեր դպրոցի սկսվելու մի քանի օրվա համար, այդպես մի քիչ ավելի հեշտ կլինի, իսկ հետո ընթացքում արդեն նոր բաներ կմտածեք։ Հաջորդ քայլը կախված է այն տեղի հետ կապված, որտեղ որ դուք դաս եք սովորում։ Ունեցեք փոքրիկ անկյուն, որտեղ դուք դաս եք սովորում, ու այդ անկյունը փորձեք մաքսիմալ սիրուն դարձնել, էսթետիկ, հավաքված, որտեղ դեռ շատ կարևոր է ու դա է հենց մոտիվացնում դաս սովորելուն։ Եթե լինի թափթփված, ոչ մի բան իր տեղում չլինի, չկարողանաք ինչ-որ բան հեշտ գտնել, ապա ուղղակի ձեր սովորելու մոտիվացիան կկորի։ Ու նաև հիմիկվանից կարող եք տեղ ազատել նոր գրքերի, նոր գրենականի, նոր տետրերի համար ու նախորդ տարվա ինչ-որ չեք օգտագործում, ուղղակի դենետեք կամ առանձնացրեք։ Հաջորդը դա պայուսակի հարցն է, ոչ միայն պայուսակի, վստահ եմ բոլորդ արդեն գիտեք ինչ եք հագնելու սեպտեմբերի 1-ին։ Եթե չգիտեք, ապա խորհուրդ եմ տալիս ավելի արագ որոշել, որ ընթացքում եթե ինչ-որ փոփոխություններ ունենաք անել, ավելի հեշտ լինի։ Ու նաև պայուսակի հետ կապված, եթե օգտագործելու եք ձեր նախորդ տարվա պայուսակը, ապա խորհուրդ եմ տալիս լավ լվանակ, մեջից ինչ-որ ավելորդը հանեք, սիում բրլոկներ ավելացնեք ու ինչ-որ նոր շունչ տաք ձեր պայուսակին։ Իսկ եթե նոր պայուսակ եք գնելու, ապա խորհուրդ եմ տալիս ավելի երկար մտածել, ինչպիսի պայուսակ գնալ, ունեք ռյուքսակ, թե ուսով գցելու պայուսակ, օրինակ ինչ գույների մեջ կուզենաք լինի, որ ամեն ինչի հետ սիրուն սազի։ Ու նաև իմ կարծիքով շատ կարևոր է նաև թե քանի գրպան ունենա ու որ մաքսիմալ հարմար լինի։ Իսկ նախորդ տարվա պայուսակը նաև չմոռանաք լավ նայել, համոզել, որ ընդհանրապես ոչ մի խնդիր չունի, որ հետագայում ընդհանրապես խնդիրների առաջ չկանգնեք։ Հաջորդ քայլը դա քնի ռեժիմի վերականգնումն է։ Հաստատ վստահ եմ բոլորս ամռանը քնում ենք շատ ուշ ու առնում ենք շատ ուշ։ Դե համար սկսեք քնել ավելի շուտ, որպեսզի առավոտները շուտ առնանաք, ընդհանուր 3-ից 4 օրը այդպես առնանալը կարող օգնի, որ հետագայում ավելի հեշտ առնանաք ու ավելի շուտ քնեք։ Քնելը շատ կարևոր է, որովհետև եթե քիչ քնեք, շատ ուշ քնեք, հետո շատ ուշ առնանաք, նախ կուշանաք դասից ու երկրորդը չեք ունենա բավարար էներգիա սովորելու ու ամբողջ օրը զբաղված լինելու, այսինքն պարապմունքների գնալու ու դա սովորելու համար։ Հաջորդ քայլը դա ձեր հեռախոսի վերանայումն է։ Իհարկե չեմ ասում գնեք նոր հեռախոս, դա ընդհանրապես պարտադիր չի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնք խորհուրդ եմ տալիս անեք մինչև դպրոց սկսելը։ Առաջինը ավելորդ նկարներ ջնջեք ու մաքսիմալ շատ տեղ ազատեք հեռախոսի համար։ Քանի որ լինում է, որ պետքա ինչ-որ գրքից առաջադրանք նկարել, առհասարակ ինչ-որ բաներ նկարել, ինչ-որ ծրագրեր քաշել եւ այլն, դրանց համար պետքա ազատ տեղ ունենաք ու նաև կարող եք ներբեռնել ինչ-որ հետաքրքիր ծրագրեր, որ սովորելը ավելի հեշտ լինի։ Այստեղ կթողնեմ մի քանի տարբերակներ։ Սրանց միջոցով օրինակ կարող եք հատուկ թայմեր դնել, որ օրինակ 1 ժամ սովորեք, հետո 5-ից 10 րոպե ունենաք ընդմիջում։ Դրանք կօգնեն, որ չշեղվեք ու կենտրոնացած դա սովորեք ու հետո օրինակ չասեք 2 րոպե մտեմ հեռախոսի մեջ, հետո ժամերով մնաք այնտեղ։ Այլ ուղղակի սովորեք ստակ ժամանակահատվածում կլինի ավելի արագ ու ավելի արդյունավետ։ Հաջորդ քայլը ամենավերջում խորհուրդ եմ տալիս ինչ-որ փոքրիկ նպատակներ ունենաք ձեր այս ուսումնական տարվա համար։ Օրինակ, եթե արդեն գիտեք ձեր ապագա մասնագիտությունը, ինչ եք ուզում ընտրել, ըստ այդ մասնագիտության ընտրեք մի քանի առարկաներ ու ավելի շատ խորացեք այդ առարկաների վրա։ Օրինակ, երբ որ մյուս առարկաների դասերը, տնայինները վերջացրել եք, կարող եք այդ ձեր ընտրած առարկաների վերաբերյալ ինչ-որ հետաքրքիր նյութեր գտնել, օրինակ նաև սոցցանցերից։ Հատկապես հիմա շատ հեշտ է օրինակ ChatGPT, Gemini ու նման այլ արհեստական բանականություններից շատ արագ նոր տեղեկություններ գտնել։ Հետո ձեզ պատկերացրեք ապագայում, օրինակ ինչպիսին կուզենայի ես լինեի ապագայում։ Ու ըստ արդեն կարող եք ունենալ նաև այլ փոքրիկ նպատակներ ու նաև հասկանաք ինչպես հասնեք այդ նպատակներին։
Օրինակ հնարավոր է դուք ուզում եք ապագայում լինել ավելի խելացի, ավելի լավ սովորեք, քան նախորդ տարիներին, ուզում եք ինչ-որ նոր սովորություններ ձեռք բերել, դա ևս շատ հրաշալի է։ Մի խոսքով ունեցեք նմանատիպ փոքրիկ նպատակներ, դա շատ կարևոր է ու ձեզ շատ է օգնելու։ Այս վիդեոյի համար այսքան էր, անպայման կշարունակվի Back to School շարքը, կլինեն նոր վիդեոներ ու ուղղակի սպասեք։